Ողջույն բարեկամներ։ Ողջույն իմ ինֆորմացիոն դաշտի մարտիկներ։ Այո, դուք ինֆորմացիոն դաշտի մարտիկներն եք, որովհետև ձեր շնորհիվ, ձեր ակտիվ տարածելու շնորհիվ նոր մարտիկ են ավելանում մեր դաշտում, մեր ինֆորմացիոն դաշտում։ Իսկ գիտեք, պատերազմում հաղթելու է նա, ով ինֆորմացված է, ով ճիշտ ինֆորմացված է, առնվազն ով այլընտրանքային ինֆորմացվածություն ունի։ Եվ այսպես մի խայտարակ բան եմ ուզում անդրադառնամ հենց իսկ սկզբից սա մակում է եղել, մակում քվեարկության անդրված եղել Ուկրաինայից հափշտակված առևանգված երեխաների վերադարձնելու բանաձև։ Եվ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ Կասմեք։ Ուկրաինայից Ռուսաստանը երեխաներ առևանգել եւ այդ բանաձևին, որը պետք է պարտադրվեր Ռուսաստանին վերադարձնել առևանգված երեխաների, Հայաստանը ձեռնպահ է մնում։ Այսինքն Դավիթ Գրիգորյանը շատ ճիշտ է Վաշինգտոնից։ Ինչ պահանջել մի երկրից, որը սեփական նույնիսկ գերիների վերադարձման օրակարգին է ձեռնպահ քվեարկում։ Սա ապտակ է հասկացող մարդկանց, նաև այն մասային, չեմ ուզում իմ անուն ասել դրանց, ովքեր դեռ լուրջ մտածում են, որ Փաշինյան Նիկոլը Ռուսաստանին դեմ է ու գնում է դեպի Եվրոպա։ Ամբողջ Եվրոպան կողմը, աշխարհը կողմը, որ առևանգված երեխաներին վերադարձնեն, Փաշինյան Նիկոլը ձեռնպահ, ոչ նեղացնի Ռուսաստանին։ Այո, Եվրոպա ձգտող գնացող Նիկոլը ձեռնպահ է մնում, որ հանկարծ Ռուսաստանի ոչ մի բան չպարտադրեն, ասենք առևանգված երեխաներին վերադարձա, այլ պիղծ։ Հա, նույն բանը նա անում է նաև իր գերիների ասով։ Բայց սա իհարկե չի խանգարելու, որ Նիկոլ Փաշինյանի եվրոժետոնների այն Արամ Սարգսյանախառը, հա, չգիտեմ ելով Կարման Բաբաջանյան, Խուրշուդյանը, այդ ներաշերտը շարունակի գոռալ, որ Փաշինյան Նիկոլը գնում է Եվրոպա եւ տեսեք ինչ պայմանագիր կնքեցին Եվրոպայի հետ 15 միլիոն մեզ փող է տալու 15 միլիոն եվրո ու կծախսենք ու դա նշանակում է մենք գնացինք Եվրոպա կա այտենց հիմարների շերտ կա սա վիրավորելու համար չեմ ասում սա ուղղակի դիագնոզ է հա այդ հիմարների շերտ կա որ բաներին հավատում է սա չի տենում խոսքերին հավատում է սրանք են ականջով սիրող մասանը դու իրան ասա այդ ապուշին ինքը ինչ ուզում է լսի ու ինքը լավ է ինքը օքեյ է դրա հետ բայց արայն ինչ ուզում ես իրան չի հետաքրքրում դու ինչ ես անում ինքը ուղղակի ուզում է լսի այն ինչ որ ուզում է եւ սա իրանց համար աշխատում է այսօր մերագույնը որոշել էր հանդիպել լրագրողների հետ եւ լրագրողներն իրեն անակնկալ մատուցեցին ըստ արժանվույն ես կարծում եմ ինքը այլևս չի հանդիպի լրագրողների հետ որպեսզի նման հարցեր չհնչի իսկ ինքը չի ապրել ունես կյանքով որ ինքը նման հարցեր չհնչացնի ինքը շարունակելու է ավիրել բացել շուրջը ինչ կա բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինի նաեւ լսել այս հարցերը լսենք միասին Պարոն Փաշինյան, դուք արդեն 7 ամիս է քաղաքական սեղանի դրել եք կաթողիկոսին հանելու հարցը, արդեն 7 ամիս է այդ հարցը պահում եք օրակարգում, տպավորություն է, որ եթե կաթողիկոսին հանեցիք ու դրեցիք ձեզ ենթարկող, ձեզ հավատարիմ ինչ-որ մեկին, ասենք Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, այս երկրի բոլոր հարցերը լուծվելու են ընդհանրապես։ Ես նայում եմ վարչապետի լիազորությունները, վարչապետի լիազորությունների մեջ մտնում է գործադիր իշխանության հարցերը, ներքին, արտաքին քաղաքականություն, գործադիր իշխանություն։ Ձեր լիազորությունների մեջ ոչ միտեղ չեմ գտնում, որ մտածե եկեղեցական հարցերով զբաղվելը կաթողիկոսի զավակ ունենալու հարցով զբաղվելը։ Լավ, ենթադրենք կաթողիկոսը իսկապես զավակ ունի, ընդունենք այդ փաստը, պարոն Փաշինյան։ Այդ զավակ ունենալը ձեր ընտրողներին ինչ վնաս է տալիս։ Ասենք ինչով է այդ փաստը վնասում։ Եթե մի քիչ ցինիկ գտնվենք, ասենք ընդհակառակը կաթողիկոսը նպաստել է ձեր խոստումների իրականացմանը։ Դուք եք չի ասել, որ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն է դառնալու։ Հո այդ 5 միլիոնը թուրքերով չէ դառնալու, հայերով է դառնում, նպաստել է բնակչության աճին։ Այստեղ սխալվում եք իր նպատակը որ ինձ 5 միլիոն լրացվեր թուրքերի միջոցով
ոչ թե հայերի։ Զարգացմանը եւ այլն։ Ու ընդհանրապես որն է ավելի մեծ մեղք, ուզում եմ հասկանալ, զավակ ունենալն է ավելի մեծ մեղք, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը, թե ուրիշների մի ամբողջ սերունդ զավակ ունենալու հնարավորությունից, կարողությունից զրկելը։ Այդ կաթողիկոսի զավակ ունենալն է մեզ ավելի մեծ վնաս տալիս, թե մտնել լայվ ու ասել կասկա-մասկա հավաքեք, եկեք սահման, իմանալով որ հոպը իսկապես չի աշխատելու եւ ընդհանրապես մսաղաց է տանելու, եւ երկրորդ հարց Այն որում, երբ որ դու նախորդ որոշել ես, որ պետքա տաս Արցախը, այստեղ լրագրողը բաց թողեց, ես իհարկե լրացնեմ այդ մասը։ Վստահ եմ ոչ դիտավորյալ բաց թողեց, այլապես հարց այնքան կլիներ երկար, որ չէր տեղավորվել, այս 1-2 րոպեվա մեջ։ Հետաքրքիրը գիտեք որն է, ես հիմա լսում էի հարցը, ու ես արդեն լսում եմ պատասխանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի միայն, այլ եմ բոլոր այն ամբողջ այն նաշյակա չէ նորս ասեցի ես անգրագետների տգետների իդիոտների շերտը որ անպայման մի բան կգտնի այստեղ պատասխանելու որ մեկը կաթողիկոս իրավունք չունի զավակ ունենալու հետո Նիկոլը չի տալիս սպանել այդ երեխեքին բա ինքն էս բաներ չի ասա այ եթե ինքը ասել է այն ժամանակ ինքը չգիտեր ասենք մոտավորապես որ իրենց այնտեղ մահանալու են չնայած ինքը արդեն որոշել է որ իրենք պետք է մահանան որպեսզի կարողանալ ինքը Արցախը հանձնել։ Էդ էլ է ինքը ասել, բայց հասկանում եք, չէ, որ Նիկոլ Փաշինյան պաշտող շերտի համար դրանք փաստարկներ չեն, թքած ունեն ինքը դրա վրա։ Եթե թույլ կտակ, Արման Թաթոյանը գտնում է, որ դուք հետևում եք իր ուղերձներին ու ասուլիսներին, ինքը օրինակ խոսեց պաշտոնյաների հայրախոսության մասին եւ դուք ընդունեցիք էթիկայի կանոնագիր, 3 ԱԺ-ում ընդունեցիք, որ նախկին նախագահների թեման իրոք շատ եք արդեն դրել վերցրել, այդ օրակարգը արդեն բան է, որ զզվացնում է արդեն ու ինքն էլ էր այդ մասին խոսել, հիմա ինքը գտնում է, որ դուք ուշիուշով հետևում եք իր ուղերձներին, առաջիկայում առաջարկում է միասնության թևերին շարունակել հետևել, ձեր առաջիկա անելիքները ինքը կասի, հետևելու եք եւ ազդվում եք, թե չէ, շնորհակալ եմ։ Ես ակնկալիք չունեմ, որ հայաստանյան առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ, ինչպես դուք ասացիք, կաթողիկոս, ես ակնկալիք ունեմ, որ հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս։ Какое твое собачье дело, ռուսը կասեր։ Ինչ կապ ունի դու, ինչ կապ ունես դու դրա հետ ընդհանրապես։ Ոնց կարող է դա պետական օրակարգ լինի, այն էլ վարչապետի համար։ Ինչով է դա բացացում քո երեխեքին տանել սպանելու հանգամանքը։ Եվ դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ որպես, ինչպես բազմիցս ասել եմ, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եւ ինչ վնաս է տալիս, օրինակ վնաս է տալիս այն, որ նման խոցելիությունները որոշ մարդկանց, օրինակ այդ թվում օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել եւ կարող են հավաքագրել, բայց երեք ես նույն տխմարն ասում եմ, որ արդեն հավաքագրել են եւ մեր կաթողիկոսը օրական ռեժիմով օտարերկրյա գործակալ ինչ որ լեյտենանտի զեկուցում է։ Այսօր արդեն կարող են հավաքագրել։ Հասկանում եք, չէ՞ որ այս հանգամանքների մենք ինչի մասին խոսում ենք, դա հանգամանք է եւ բացատրություն ամեն համար, բայց ոչ այդ ներաշերտ տգետների համար։ Ես մյուս հարցներ եմ ուզում լսենք միասին ու ամփոփենք սա։ Բեն անով մի քահանա ազանգում է այն մասին, որ ԱԱՑ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարակի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայրիկ ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս կանոնն եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարակ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գրում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մտ հարց
տանք էլի։ Ով ես դու, որ դու որոշես տեքստը պիտի հնչի թե չհնչի։ Այսինքն դու որպես ինչ պետք է որոշես։ Կամ չնշան գնում եմ այն պատարակներին։ Հայաստանում բոլոր պատարակների ժամանակ հնչում է, քանի քո ԱԱՑ-ն չի ներխուժե տարածք։ Բայց դու որպես ինչ ես դա անում։ Որպես վարչապետ։ Հիմա այս Նիկոլա Հեն այդ դիժվասկաշերտը կարող է ցույց տալ մի կետ, մի հանգամանք, որտեղ հիմնավորված է, որ վարչապետը իրավունք ունի ԱԱՑ-ը օգտագործել եկեղեցու դեմ պայքարում ու տեքստ փոխել, որ երկրի վարչապետը, որը չի ուզում իր ճաշակով չի Կրտիչ Ներսիսյանի անունը դլսել։ Գնա կամ չգնա։ Եթե ասեմ, սա Գյումրի չի գնալու։ Ամսի 7-ին սա չի գնալու Գյումրի։ Գյումրիում չեն գտնելու մի դավաճանի, որը կհամաձայնվի սրա պայմանների հետ։ Հետևաբար սա չի գնալու։ Ու սա դադարելու է։ Գյումրին լինելու է իր կոտրվելու կետը, ինչպես ընտրությունների ժամանակ, ես ասել եմ, սա սկսել է Գյումրիից, վերանալու է հենց Գյումրիով։ Ինքը երկու ժամանակ ունի, որ գտնի այն պիրծին հերթական դավաճանին, որը իր համար կզեղչի իր կաթողիկոսի անունը։ Շարունակություն լսենք։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կրտիչ Ներսիսյանը մենք հարա դուք ով եք, որ դուք մեկին խնդրեք կամ խնդրեք, ԱԱՑ-ն գնում է խնդրելու, ամփոփենք սա, այլ չեմ ուզում մնացածը լսեն, ես ձեզ խնայում եմ, չենք ուզում, ամփոփենք ինչ անում ԱԱՑ-ն։ ԱԱՑ-ն իրականացնում այս ամբողջ ծրագիրը, ես արդեն վաղուց սրա մասին պնդում եմ բառացի, որ այս կապիկը ընդամենը գործիք է ԱԱՑ-ի ձեռքը, որը երևացող մասն է, ասեն ամբողջ բուդգի այն պրիշիկն է, որ sense դուրս է եկել էլի, դուրս պրծուկը, այն գագաթն ենք ստանում։ Ամբողջը տակից իրականացվում է այս ԱԱՑ-ի ձեռքով։ Այս նույն ԱԱՑ-ն փաստորեն իր հայ ծառայողներով, որոնք Հայաստանում են ապրում, կրում են հայկական ազգանուն, իրանց երեխայի ընտանիքներն ապրում են Հայաստանում, սնվում են Հայաստանի աշխատողի մուծած հաշկերով, իրենք էլ են հայ, ու սրանք հանդում են այն ինչ որ հայկական է։ Մեկ իրանց կարող է հարցնել այլ կանոն մեսի։ Ձեզ ով է ավելի լավ բան խոստացեք, քան ասենք հայրենիքն է։ Ով է ձեզ ավելի լավ բան տալու, քան ասենք հարգանք պատիվն է սեփական երկրի անվտանգությանը ծառայելը։ Ինչ կարող է մարդու համար ավելի մեծ պատվաբեր լինի, քան սեփական երկրի անվտանգությանը ծառայելը, ոչ թե սեփական երկիրը քանդելը։ Ի վերջո ես ձեզ մի հատ բան ասեմ։ Այսօր եմ հիշել, մասնավորապես երբ որ իմացա, որ Արշակ Սրբազանին հրավիրել են հարցազրույցի, որպես վկա այն իր հայտնի տեսանյութով, եւ տեղում կալանավորել են, սա ինձ հիշացրեց 37 թվականի մեթոդաբանությունը։ Դուք փաստորեն հավատալի եք մնացել Ձերժինսկու մեթոդաբանությանը։ Քանի որ դուք հավատալի եք մնացել Ձերժինսկու ստոր մեթոդաբանությանը, ես ես նաեւ պետք է հետևանքների մասին հիշացնեմ, որովհետեւ չի լինում գործ առանց հետևանքի։ Քանի որ ձեզ սա ոչ մեկ չի ասելու, ձեզ շուրջը չկա մի մարդ, որ ձեզ դոշերից կբռնի թափ կտակասի, արա, այս ինչ ես անում, չի մնելու, որովհետև կամ ձեր նման են, կամ էլ ասում են, մեզ ինչ, ուզում է գլուխ ուտի, թող ուտի, մենք լավամարտի կարգավիճակում մնանք, քանի որ ես այդ խնդիրը չունեմ, ես ես ուղիղ ասեմ, Ձերժինսկուն հավատարիմ ով անում էր սա, մի օրինակի վրա ես ձեզ պատմեմ, կար գոյություն ուներ մի հատ շատ հայտնի ռեժիսոր սովետական, անունը է սա, Էյզենշտեյն, հրեա, որը հայտնի էր ինչով, որ Պացոմկիներ նկարել, շատ բոլշևիկյան ֆիլմեր նկարել ժամանակին, երբ ինքը Ստալինի սիրած ռեժիսորն էր։ Եվ իրեն տվեցին մի ֆիլմ նկարելու, որով ինքը պետք է պատմեր, թե ինչպիսի հաջողությամբ է անցնում կուլակաթափությունը եւ կոլխոզների ստեղծումը, կոլեկտիվացումը։ Իսկ Էյզենշտեյնը շատ լավ գիտեր ինչ է կատարվում։ Ինքը տեսել էր գիտեր Գալադամորի մասին։ Ինքը տեսել էր այն երևույթը գնալով շրջելով այդ ռուսական ուկրաինական տարածքները,
իր աչքով էր տեսել, երբ որ ցորեն տանող բեռնատարից բանը հատիկներ են թափում ցորենի 12 տարեկան աղջիկ երեխան վազել էր հողի մեջից, փորել էր, կերել էր։ Մի քանի հատիկ ցորեն էր գրել։ Այդ երեխուն գնդակարեցին իր ընտանիքի հետ միասին։ Ինքը ամեն ինչ տեսել է։ Եվ ինքը պետքա ներկայացնել, որտեղ ամբողջ կոլեկտիվացումը Սալինի ուզածը որ ժողովուրդը ցնցում է, պիոներները ասենց կուլակների հետևից ընկած պայքարում են դրանց դեմ։ Եվ գիտեք ինչ արեց։ Ինքը գնաց, ինքը նկարեց իրականությունը նկարեց, այդ արյունոտ ամբողջ տեսարանը նկարեց, բայց ցույց չտվեց Ստալինին։ Ցույց տվեց այն ինչ որ Ստալինը ուզում էր տեսնել։ Բայ էր։ Արխիվ ասել է, նկարել էր, հետո ասել են դե բանը չի ընդունի, վերևները ինքը արխիվացել էր, ինքը պահել էր, որ հետագայում 20 տարի, 100 տարի հետո սերունդները տենան ամբողջ արյունոտ տեսարանները, որ ինքն էր տեսել, ամբողջը բեմադրված ինքը նկարել էր։ Այդ կադրերը ի հայտ եկան 91-92 թվականներին։ Նամակներով փոխանցվել էր, որ այս կամվերտը կբացեք, երբ որ աշխարհում կարգեր կփոխվի, Ռուսաստանում, հա, երբ որ անվտանգ կլինի։ Մի խոսքով սա երկար պատմությունը, ով Էյզենշտեյնի մասին կարդացել է երբևէ, կիմանա այս պատմությունը, հա։ Բայց KGB-ական ջանքեր էր, որ ասած ինչ որ բաներ են նկարվել, տեսաններ նկարվել, եւ այդ տեսանյութերը կարող է ինչ որ միտեղ պահվում են։ Էյզենշտեյնին տարիներով տարան բերեցին։ Ամեն անգամ ինքը որ գնում էր Լյուբանկա, մտածում էր Արշակ Սրբազանի նման, նայեք։ Ինքը ձերբակալվելով վերջ, սա իր վերջի օրն է, ինքը բոլորին հրաժեշտ էր տալի, գնում էր հարցաքննման։ Հետաքրքիր պատահականությամբ ամեն անգամ, երբ որ ինքը մտնում էր հարցաքննվելու սենյակ, տեսնում էր իրան նոր քննիչը քննում։ Նոր ուրիշ է։ Ինքը դուրս գալուց տարիներ հետո իմանում է, որ ամեն անգամ իրան հարցաքննելուց հետո այդ բոլոր քննիչներին գնդակահարել են ու մեղադրել են այն հոդվածներով, որով իրան էին ուզում մեղադրեին։ Ասեմ ձեզ հետևյալը. Էյզենշտեյնն ավելի ապրեց, ավելի երկար ապրեց, քան Ստալինը։ Ու այն բոլոր քննիչները, որ իրան քննում էին, դա նույնը արեց իմիջելոս Իվան Գրոզնի ֆիլմը նկարելուց, երբ որ իրան երկրորդ շանսը տվեցին, երկար ժամանակ արգելված էր, երկրորդ շանսը տվեցին, Ստալինը գիտեր, որ ինքը լավ ռեժիսոր է, ասեց Իվան Գրոզնի նկարի, դու ռեաբիլիտացված ես։ Ինքը մի հատ Իվան Գրոզնի նկարեց Ստալինի երազանքով, դե Ստալինի սիրած կերպարը, Ստալինի մարդակեր սիրած կերպարը այս Գրոզնին էր։ Ասեց երկրորդն նկարի, երկրորդ սերիայի մեջ նկարեց Իվան Գրոզնի կյանքի վերջում ինչի էր վերածվել։ Սա էլ ընկավ KGB-ի ականջը։ Ինքն էլ էր երկու ֆիլմ էր նկարել, մի հատ KGB-ի համար, մի հատ սեփական սերունդների համար։ Ինքը տենց սրտի հիվանդած, սրտի մասով, սրտի հետ կապված խնդիրներով հիվանդացավ, ընկավ, խոստացել էր, որ անպայման կվերանայի խմբագրի ամեն ինչը։ Ինքավ հիվանդանոց, այդ ֆիլմը բռակարեցին, ցույց չտվեցին, մինչդեռ կոպիաները պահված էր։ Այդ կոպիաները դուրս եկավ էլի 90-ականներին։ Ու էլի այն քննիչները, ովքեր իրան քննում էին, տանջում էին, որ ցուցմունքներ ստանային, դրանց գնդակարեցին բոլորին նույն հոդվածով։ Հիմա եւ Արշակ Սրբազանին այսօր կալանավորածները եւ այս բոլոր քահանաների դռները ծեծողները, որպեսզի փոխեն տեքստը, ինչա ճիվաղը ըտենցա ուզում, արա հայմերի տեքստը, որ վաղ ես անասուն ուզենա փոխի, գնալու եք էդ պարտադրեք, ասեն չասեն հայր մեր, ասեն Նիկոլ մեր, որ երկնքում ես, հա, դուք դա էլ եք անելու, դուք հետևանքների մասին չեք մտածում, ես ես պարզ ընդամենը ձեր համակարգի 70 տարի առաջվա գործերն են պատմում իրենց հետևանքներով։ Ես գիտեմ, որ դուք պատմություն չեք սիրում կարդալ, ամենածանր բանը, որ դուք անում եք, ամենաերկար տողերը, որ դուք կարդում եք, դա ուրիշի գրած ստատուսներն է, որ տանեք այդ ստատուսներով դուք գործ հարուցեք։ Դա ամենաերկար տեքստն է, որ դուք կյանքում ունակ եք կարդալու։ Հասկանում եք։ Դրա բայց ես ուղղակի պատմում եմ։ Ես գիտեմ, որ դուք լսում եք, ես գիտեմ, որ դուք հերթական գործերն եք կարում այս ամեն ինչի իման վրա։ Լսեք, գորս չեմ տանելու։ Ես էլ ասում, այսօր անում եք, վաղ էս հոդվածը դուք էլ եք գնալու։ Դուք էլ դա եղել է։
պատմությունը սիրում է կրկնվել հիմարների համար, որոնք դասեր չեն քաղում։ Ու դուք պաստորեն այսօր իրականացնում եք Հայաստանի կործանումը, ապահովելով սրանով նաև ձեր ընտանիքների կործանումները։ Իսկ հիմա անդրադառնանք այն տեսակին, որը հավատում է այս ամեն ինչին, հա, այս խոսքերին, որ մենք փրկում ենք եկեղեցին։ Ես չեմ գնա, որովհետև իր անունն է, ես չեմ հավանում ու լիքը մատի տալու։ Որ ասենք երեխա ունենալու համար կարելի է պատժել, բայց երեխայի սպանելու համար կարելի է աշխատել վարչապետ։ Գիտեք մի բառով ոնց կարելի է բնորոշել սրա հետևորդներին եւ աջակիցներին։ Տեսակ, որին կարելի է խաբել, որը սիրում է ու խնդիր չունի, որ իրան ասում են մի բան, անում են այլ բան, բացարձակապես այդ խնդիր չունի, այսինքն մի շերտ, որը արժանապատվությունից զուր կա, իրան կարելի է խաբել, հասարակ բան ասենք, հեռու չգնանք, էլի, ոչ միտեղ չեն գնում, կարելի է ցույց տալ, որ արդեն Հայաստանում այսպես գազի բալոններ են կարտադրում, այսպես գալի, սա 18 թվականի կազեր է, ու խաբել, ու ինքն այդ պրոբլեմ չունի։ Կարելի է նույնիսկ ցույց տալ, որ ախպեր մենք արդեն լվացքի մեքենա ենք արտադրում, հեռուստացույց ենք արտադրում։ Ու չանել, իր համար դա նորմալ է։ Այս շերտն է, որ ինքը խնդիր չունի, երբ որ իրան էշի տեղ են դնում։ Երբ որ ինչ ուզում կախում են ականջին ու ասում են դու պիտի լսես, դու պիտի հավատաս, որտեղ դու քո սեփական ուղեղը չունես, որ դու հարց տաս, բա ինչ եղավ։ Որ դու պահանջես, ասես ինչի ես ինձ խաբում, այդ խնդիրը ինքը չունի, հետևաբար իրեն հավատացող եւ հետևող շերտին կարելի է հենց այսպես էլ ասել, դու արժանապատվությունից զուրկ ես, դու հիշողությունից զուրկ ես ու քեզ կարելի է խաբել ու արհամարել նվաստացնել, որովհետեւ դու դա սիրում ես։ Հիմա ես հարց եմ տալի դեպքում, այդ շերտից ինչ պահանջել, ինչ ակնկալել, մի 10-15% էլ տենց կա, ու այդ շերտից ինչ պետք է պահանջես։ Հետևաբար ցանկացած նույնիսկ մանիպուլյացիա, այդ կներեք մանիպուլյացիա չէ, ցանկացած նույնիսկ պոլեմիկա այդ շերտի ներկայացուցիչների հետ, ժամանակի, նյարդերի եւ ամենակարևորը լավատեսության կորուստը, որովհետեւ ամեն անգամ այդպես մի տեսակի այդ շփվելուց մարդը կորցնում է հավատն ու հարգանքը մարդկության նկատմամբ ու սկսում ավելի շատ կենդանիներին սիրել, չնայած կենդանիներն արժանի են, որ մենք իրանց սիրենք, բայց մենք սկսում ենք իրանց ավելի շատ սիրել այն ժամանակ, երբ որ ամեն անգամ հանդիպում ենք հենց այդ տեսակին։ Փողոցում կլինի, տանը կլինի, աշխատանքային վայրում կլինի, որտեղ ուզում է լինի։ Իմ ջալոց ես ձեզ տեղեկացնեմ, սիրելիներս, որ ես լսելով ձեր խորհուրդները, ինչու՞ չէ, նաև պահանջները վերջապես բացեցի նաև Telegram ալիք, հա, մանավանդ Ռուսաստանում ապրող մեր ընկերները ասում են ինչի Telegram ալիք չունեք, բայց ես ունեի, ուղղակի վիդեոներ չէի դնում։ Կարող եք գտնել ինքնաճանաչում հայերեն կամ անգլերեն, հա, իմ նկարով եւ 175 բաժանորդ կար, մի քանի տարի է։ Ես արդեն սկսել եմ փոքրիկ վիդեոները տեղադրել ընդդեմ, միջև որ ես ամբողջությամբ կտեղադրեմ, դու կարող եք հետևել եւ Telegram-ում, ես արդեն նույնիսկ կամ Instagram-ում, դա մասին արդեն խոսել եմ, հա, եւ TikTok։ Տեսեք, սովորում ենք, հետևում ենք պահանջներին, խորհուրդներին, 125 էլ արդեն մի քանի օրվա մեջ էլ follower հետևորդներ TikTok-ում։ Տեղադրում ենք մեր փոքրիկ վիդեոները, կարող եք ընդեղից տարածել, ընդեղ դիտել եւ ամենակարևորը բաժանորդագրվել ու տարածել։ Իմ հարազատ ընկերներ, ինֆորմացիոն դաշտի մարտիկներ, հավատացեք, որ ձեզանից ամեն մեկից է կախված մեր ապագան։ Պատկերացնեք, ձեզանից կախված է Հայաստանի ապագա։ Չի, ամեն մեկը երևի տարբեր ձևով է զգում, բայց ես վստահ եմ, որ մեր հետևորդների մեջ իրոք կան մարդիկ, որ հենց այս կարծիքին են, որ իրենցից է կախված ու իրենք գիշեր ցերեկ անում են ամեն ինչ, որ իրենց մասով օգտակար լինեն։ Իսկ եթե հանկարծ մենք ամբողջս, բոլորս, այս 30-40 կամ 100,000 հոգին, որ դիտում են այս ալիքը, լինենք նույն համոզման ու նույն ակտիվությամբ ապրենք, եւ քարոզչական, եւ անձնական օրինակով, ապրել, խոսել ընենց, ինչպես է մենք մտածում ենք, մեզ հնարավոր չի լինի կանգնեցնել։ Մեր ամենամեծ խոսելի տեղը գիտեք որն է, երբ որ մեզ կարողանում են համոզել, մասաներին համոզել, որ իսան չենք, կներեք այդ բառի համար, որ մենք լավը չենք, որ մենք կոդած ենք, որ մենք դավաճան ենք։
Մենք Նիկոլ ենք։ Չէ, Նիկոլներ կան, բայց մենք դա չենք։ Մենք ավելի շատ ենք, մենք ավելի որակով ենք, ուղղակի։ Սա տեսնելու ապացուցելու համար մենք պետք է իրար գտնենք։ Ոնց իրար գտնենք։ Բաժանորդագրվելով, նույն լսելով, նույն իդեաները կիսելով իրար հետ։ Եվ այդ ժամանակ մենք ինքներս կտեսնենք, որ մեր տեսակը ոչ թե 30-40 հազար է այսօրվա վիճակով։ Պարբերաբար դիտողներն եմ ասում բաժանորդագրվածները չէ, այլ 300-400 հազար, որը նշանակում է դու արդեն եղանակ փոխող տոկոս ես։ Իսկ ինչպես ես ասել եմ, եթե Հայաստանը վերանա, նշանակում է Հայաստանում չէր մնացել այնքան քանակության հայ, պայքարող եւ մտածող, որը բավարար էր պետությունը պայելու համար։ Ու պետքա ցավով հաշտվել այդ նպատակի հետ։ Իսկ եթե Հայաստանում կա այնքան քանակությամբ հայ, տեսակով, մտածելակերպով, վարքագծով, որը բավարար է փոփոխությունների համար, Հայաստանը չի վերանա։ Կվերանան կողքի պետությունները, բայց Հայաստանը չի վերանա։ Դե, սա պետք է ապրած կյանքով եւ գործողություններով ցույց տալ, ոչ թե խոսքերով։ Ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ այսօր Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տեն Խորեն եպիսկոպոս Առաքելյանն է հայտարարություն տարածել, որը աջակցությունով է հանդես եկել Գարեգին երկրորդի նկատմամբ եւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այսինքն եւս մեկ թեմ մենք ունեինք Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմը աջակցությունը, գիտենք արևմտյանը դավաճանեց, ինձ գնում են ինջալոց հետաքրքիր գիտեք որ Լոս Անջելեսի ընկերները իմ հայտարարությունից հետո որ դեն փաստից հետո որ ինքը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դիմումը, վռազ նամակներ ստացա, որ ոչ մեկ դրան չէր վստահում, բոլորը գիտեն, որ նա եւ մասոն է եւ հոմոսեքսուալիստ։ Ասի ես ներողություն, ես այդ ինֆորմացիաները չեմ տիրապետում, չէի տիրապետում, որտեղ երբեք դա ինձ հետաքրքիր չի եղել։ Որտեղ ես այս կառույցից հեռու կանգնած մարդ եմ եղել։ Իմ համար սա իմ ինքնության մի մասն է, բայց այսօրվա իր ղեկավար կազմով բանով իմ մոտ երբեք վստահություն եւ հարգանք չեն ունեցել մենակ այն պատճառով, որ իրանք մի ամբողջ ազգ 20 թվականից հետո աջակցեցին Փաշինյան Նիկոլին եւ մենակ թողեցին ժողովրդին։ Իսկ այսօր նույն ժողովուրդը Փաշինյան Նիկոլի ճիրաններից է ուզում փրկի հենց այս եկեղեցում։ Գնանք առաջ։ Ես արդեն ասեցի ձերբակալվելու մասին, հետաքրքիր է գիտեք որ ձերբակալվելու համար մեղադրանք են ներկայացել հասարակական վայրերում թմրանյութեր ստացելու համար։ Էլ բան չէր մնացել։ Ոչինչ, փաստորեն ոչ մի ապացույց այդ իրաց տեսակ խցիկները չէին տվել, էլի, մի բան ներկայացրեցին, հիշում եք մեղադրանքը, մի բան ներկայացրեցին, տեսախցիկներից իբր ներկայացած, բայց ուրիշ հոդվածով իրան ձերբակալում են։ Այսինքն երկար մտածել են, ինչ անենք, ոչ եք թողելու ազատ ինքը պատտվի, հա։ Ասել, գտան որ մի հոդված դնենք, էլի սովետական չեկիստների բանն է, հոգեբանությունն է։ Մարդը լինի, հոդվածը կգտնենք։ Այս լրիվ պատմությունն է։ Իբր, տեսեք, 2018 թվականին հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողների մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ 7 տարի առաջ փաստորեն սրանց Աշակը մեկին վարկաբեկելու նպատակով ինչ որ մեկի պայուսակի մեջ թմրանյութ դնել եւ այսօր պարզեցին։ Կամ իրանք 7 տարի գիտեին, փակցնում են հանցագործությունը։ Ահա դուք ես ինչ եք դարել։ Լրիվ թշնամու գործիք, ընդ որում բութ եւ անգրագետ գործիք։ Դուք նույնիսկ գործ չեք կարեք։ Դուք նույնիսկ հոդված չեք կարողանում համապատասխան հորինել։ Լրիվ էս վիճակն է։ Ու հետաքրքիր է գիտեք որ այսօր իմացա որ շատերը ոգևորված են այս կալանքներով։ Իսկ ես
այդ ոգևորվածներին պետք է հիշացնեմ նորից, ոչ հերո անցյալից, որ այդ դանոս գրողներն ու ուրախացողներն էլ մի օր քնած էին լինում, այդ նույն մեքենան իրանց հետևից էր գալիս, այսպես բաներ էլ այել, այդ ուրախացողները ուրախանում են մի բանի վրա, որ իրենց երկրում կարելի է 7 տարի կամ հանցագործություն թաքցնել, կամ հանցագործություն հորինել 7 տարվա վաղեմության մասով եւ տանել դատել։ Իրանք ուրախանում են։ Սա, տեսեք, էլի սա բնորոշ է Նիկոլ սիրողների համար։ Այսինքն նրանց համար չկա արդարության պահանջ, նրանց մոտ չկա հասարակական կոնսենսուսի մեջ ապրելու ցանկություն, չկա։ Նրանք ասենք այն շակալներն են, որ ասենք ընկած ուզում են դիակ տեսնեն, որ հարցակվեն ամեն մեկը մի բան կողքից պոկի կշտանալու համար ու հետնել հիմադի նման թրվռան կողքերը։ Արշակ Սրբազանը, տեսեք Սրբազան եմ ասում, որպես ի պաշտոն եմ ասում, հա, դիվանապետն է։ Իջմիածնի, իմ հերոսը չի։ Ես իր մասին չգիտեի մինչև վերջերս։ Ու ես կարող եի եւ չիմանալ, ինչպես էլի շատերի մասին չգիտեմ։ Բայց իմ նման մարդկանց համար, վստահ եմ ձեր նման մարդկանց համար էլ, սա ոչ թե Արշակ Սրբազանի խնդիրն ու խնդիրն է, սա հասարակական կոնսենսուսի ջարդելու օրենքը կամայականորեն կիրառելու, հա, վաղը ասում եմ կարող են պարտադրել, որ հայմերի մեջ հայմերի փոխարեն ասեն Նիկոլ մեր, որ երկնքում ես, դու ես վերջին, հա, այն հիշում եք, այս վերջերս են մի բան ասին, հոգվույս սրբոյի փոխարեն սրանք ուրիշ բան պետք է ասեին արդեն, էլի Սուրբ հոգու հետ կապված ինչ-որ մի բան կար, ես կհիշեմ կասեմ, ես ասել եմ դրա մասին, սրանք ամեն ինչ պատրաստ են պղծելու փռել աչուձախ ու իրանց հոտի համար ամեն ինչ ընդունելի է փաստորեն։ Յորջա մի նեղացեք դրանցից։ Դուք ձեր առջև տեսնում եք մարդկային ցեղի ամենանվաստ տեսակին, որի հետ ոչ միայն չի կարելի բանավիճել, իրենց պետք է հեռու մնալ, ինչպես հիվանդությունից, վարակիչ հիվանդությունից։ Այդքան պետք է հաշտվել այդ մտքի հետ, հա, որովհետև սա իր համար սովորական բան, սա իր համար լավ բան է։ Քանի դեռ ինքը չի տուժողը, բայց հենց որ այն պահը գալիս է, որ սկսում է ինքը տուժել, արդեն մեքենան, գիտեք այս մեքենան ինչքան կեղտոտ բան է, գիտեք Եժովին ինչի գնդակահարեցին, որտեղ 38 թվականին Ստալինը հասկացել էր, որ այս մեքենան հենց է աշխատում, արդեն սկսել է իրան խժռել եւ կանգնացրեցին, որտեղ հասկացան, այս մեքենան արդեն մտել է այն աստիճան զինվորականների մեջ, աշխատողների մեջ, կուսակցական աշխատողների, ինքը անկառավարելի աչուձախ փրթում է, տակը բան չի մնացել, որպեսզի կանգնեցնեին ու չեն կարող ասեն, լավ, հերիքա, չէ, ասեցին մի վայրկյան, դու սխալ ես հասկացել դա, Եժով, մեկը պետք է պատասխան տաս համար, գնդակահարեցին այս բերիայի ձեռքով, վերջ, որովհետև ցանկացած նման անօրինականություն սկսում է սեփական զավակներին խժռել, ասում եմ ինչպես Էյզենշտեյնի պարագայում ամեն անգամ իրան քննում էր նոր մեկը, որտեղ նախկինը արդեն գնդակահարված էր։ Իմջալոց, այսօր ես Հարություն Բաղդասարյանի հետ էի խոսում, ինքը ասաց, հիշում ես Կարոտ ֆիլմը հայկական։ Կարոտ ֆիլմում էլ էր նույնը։ Երբ որ պապիկին քննող քնիչը, երկրորդ քնիչը, որը Ազատ Գասպարյանն էր, Հարուդելը, ծեծելու ժամանակ ասում ես դու ինձ չես խղճում, ինքը ծեծում էր, տանջում էր, սպանում էր, ասում ես դու ինձ չես խղճում, գիտեք ինչ էր ասում դու ինձ չես խղճում, որտեղ այդ ժամանակ իր նախորդ քնիչին, որն դրանից առաջ էր ծեծել, քաշ տալով տանում էին սպանելու։ Այս այդ համակարգն է։ Ու այս համակարգից սնվողները, ընտանիքները, երեխեքը, կանայք, մայրերը, ծնողները պետք է ամեն անգամ հասկանան, որ այդ ադամանները, որ իրենց վրա շարած է, այս շորը, որ իրենց հագնում են, որ ուտելիքը ուտում են, դա ներծծված է հայ մարդու, հայ զավակի, հայ զինվորի արյունով։ Չմոռանաք սա մասին։ Ամեն անգամ այս միացած կտոր ձեր բերանը կտանեք, իմացեք դուք ինչ եք ուտում։ Տիկնայք եւ պարոնայք եւ երեխաներ։ Շնորհիվ ձեր տան աղացականների։
Իմիջիալոց դե Արշակ Սրբազանինով պետք է դատել։ Ով կարող է դատել իրանք մի հատ չագուճ ունեն, մուրճ։ Նույն դատավորը։ Մասիս Մելքոնյան։ Անուն չգիտես, այ ոչխար, էլ ուրիշ հերոսի անուն չգիտես, հերիքա։ Իրանք այս պարագաների համար մի հատ հերոս ունեն, դա Մասիս Մելքոնյանն է։ Ինչի է ինքը հալմար էս բանը պաշտոնյավար գիտեք։ Ինքը իրավաբան չի։ Նախկին միլիցիա է։ Դուք հասկանում եք, որ իրավաբանները գոնե բարձրագույն կրթություն ունեն, իրանք հասկանում են, իրանք օրենք են սովորել, իրանք հասկանում են, որ գիտես, երբ պլյուս մինուս կա ամեն դեպքում, էլի, մինիմում տենց լկտիանալու երևի բան կա, լիմիտներ կա, ասենք իրանք ամեն դեպքում մի քիչ համակարգային մտածելակերպ ունեն, էլի, միլիցու համար ինչ համակարգային մեծոտվել, բեր, գործը բեր, փող կա մեջը, որը ցավը տանեմ, որը գնաց, սա ու այս տեսակից երկու հոգի իմ համար ճակատագրական էր դառնալու, գիտեք, իմ համար ճակատագրական էր դառնալու, ես ես կարճ պատմեմ էսի, 2001 թե 2000 թվականներ, ես արդեն 29-30 տարեկան տղա եմ, դիրիժորով պես գնում եմ համերգների, թռնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, օդանավակայանում, հենց արդեն պետքա ռեգիստրացիան արդեն անցել եմ, պետքա անցնեմ սահման ու թռնեմ, ռեգիստրացիան արած արդեն, ու պետքա թռնեի Մոսկվա, Մոսկվայից Նյու Յորք, Նյու Յորքից Ատլանտա, երկոքի, սես փնթի, մոտենում է քաղաքացիականով, ասում են 2001 կամ 2 թիվն է, ասում են վայնի բիլետը տուրա, ինձ, ոչ բարև, ոչ բան, ոչ դուքով, ոչ, սես նայում եմ ասում, բայց դու ով ես, Պարագարակ խառնված ինչ-որ կարմիր բաներ են հանում սենց ինձ ցույց տալի, էլի, որ ասեն ինքը վարա, ասի հայ հետո պահի ես, ասի, ինչ ես, վայնի բիլետը տուրա, այդ տղաս, ինչ վայնի բիլետ, ես իմ տոմսես էլ ես, ինք ջան ասում եմ, համերգի եմ թռնում, իմ տարիքը նայ, սպիտակաս մազերից նայ, եկել ես ինձ վայնի բիլետ, ուզես ինչ են, ասես չունես վայնի բիլետ, ասեցի, չէ, մոտս չի, տունն է, ու ես հետս ման չեմ տալի, վայ, ասեց, ու ես թռնում, ասի Ամերիկա, ասեց, դու չթռար, նենց ուրախացավ, տեսեք, դու չթռար, սես մի ցանցում են երկու, ասում տղեք, ես պետքա թռնեմ Մոսկվա հիմա, այս ռեյսով, որտով հաջորդը ներս պետք է թռնեմ Նյու Յորք, ես չեմ կարա բաց թողեմ այս ռեյսերը, դերից էլ պետք է թռնեմ Ատլանտա, ասում եմ, չի լինի, իմաստը որն է, Չի ասեց, չես հասցնի, մոռացի ասեց այս ռեյսով թռնելը, դու հլը պետք է հետներս գազ բաժին, հլը պարզենք ով ես դու, քրեական գործկա վրա չկա, մի սես ծոր տալը, մեկ էլ այդ պահին իմ ով հետս ճանապարհորդում էր, ինձ ճանապարհում էր, իմ հարազատներից մեկը, տեսա որ սենց երկու հոգի իմ հետ խոսում են ու գնալով դեմքս ու ունքերս խոժորվում է, ես ուզում եմ բացատրեմ առանց ուժի դիմելու, ասում եմ տղեկ մի արեք էսի, ես պրոբլեմ ունենամ, ինչ կապ ունի ախպեր, մենք ես տանենք բաժին, վերջ ես ընկերը, որ մոտեցավ, հարազատս ասեց ինչ է եղել, ասի ծենց, ինձ խոստանում եմ, որ ես ռեսով չեմ թռնելու, ասեց խի, տեղեք չէ, ասի վայնի բիլետը մոտս չի, ասեց, ով եք, ասեց, բաստերի աշխատողներն ասեց, մի խոսքով, ներկայացավ, ուսանք փախան, փախնելը գիտեք ինչ ուներ վատը, մեկին, որ տեսան ով է իս ճանապարհում, ասեցին մեկը մեկին մի մետրի վրա, ասես մի տեղից մի 1000 դրամ կպցրա, գոնե կոֆե խմենք, այդ մի տեղից մի 1000 դրամ կպցրա կոֆե խմենքը, մեխվեց սենց գլխիս մեջ ասում եմ, դու հասկանում ես ես ընկերոջս եմ ասում, դու հասկանում եք ես ինչ համակարգ եք դուք ստեղծել, ասենք հիմա եթե ես դու իմ հետ չլինեիր, ասենք դու այդ բանում չլինեիր, ասենք իմ նման մեկը եկել է, ինքը պետք է կարիերան կորցներ, ինքը թռիչքը կորցներ, գումարը կորցներ, հետո դրա տուգանքները վճարել, ինչա, երկու բոմժ 1000 դրամ էին ման գալի, որ կոֆե խմեին, այ էսի այդ համակարգի ներկայացուցիչն է, ու բան չի փոխվել, սրանք իրանց 1000 դրամի համար, կոֆե խմելու համար, կպցնելու համար, սրանք ճակատագրեր են խեղել
ու շարունակում է խեղել։ Այդ հիմա $1000, այդ 1000 դրամը հիմա արդեն դառել է 100,000, 10,000 դոլարով, էլի։ Բայց իրանք բնույթով մնացել են նույնը։ Բա։ Այստեղ մենք թվերը մի կողմ, թե ինչու չեն հրապարակում, հույս ունեմ մի օր դատարանը կպարծի։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մի օր իրեն կտեսնեմ դատարանում։ Այն հիմա որ գնում եմ դատարան Լիդիա Մանթաշյանին եմ տեսնում այն կողմում։ Ես իրեն կտեսնեմ եւ այդ հարցերի պատասխանները ես ինքս կուզենամ լսել։ Իհարկե ամենակարևոր հարցի պատասխանը թե ինչու, երբ որ ինքը մտածում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ գործ ունի ինքնիշխան տարածքից դուրս, ինքը ինձ այդ հարցի պատասխանը ինքը ինձ տա։ Ինչու մեր որդիներին տարավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս ծառայելու։ Եթե ինքը համարում է Արցախը Ադրբեջանը։ Եթե ինքը այդպես էր համարում, Ոչ միայն տարավ ծառայելու, հələ կոչ էր անում զինվեք գնացեք կռվելու։ Թե իր միակ սխալն այն էր, որ 2018-ին իշխանության գալով ինքը ժողովրդին ուղղակի չասեց, որ Արցախը Ադրբեջան էր։ Ընդհակառակը գնում էր Արցախ եւ հայտարարում, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այսինքն բազմաթիվ հարցեր կան, որ ես դա ակնկալում եմ, որ իրենից պիտի ստանամ եւ ես այդ հարցերի պատասխանը չունեմ։ Իմ ջերոս ները հայեր, որովհետև ները մենակ Նիկոլը չի, Նիկոլը երևացող պրիշիկն է։ Բոլոր ները հայերը, ով թավալված են Նիկոլի տակ եւ իրականացնում են նրա հրեշավոր ծրագրերը։ Այս հարցը բոլորիդ է վերաբերվում։ Այս հարցի պատասխանը դուք դեռ պետքա տաք։ Ու ստեղ ամենաշատ ուժելու են նրանք, ովքեր այդ պրիշիկներն են, ոսած դուրս են եկել մաշկի վրա։ Ածականները կարող է ինչպես միշտ տակից լողալով փախնեն, հասցնեն, հա, ուրիշ դեմք, ուրիշ պագոն, ուրիշ ֆորմա հակնեն ու չերևա, եթե հասցնեն իհարկե, բայց այն երևացող մասը իրենց պետերը, քաղաքական ղեկավարները, այս հարցի պատասխանը տարիներ էլ անցնի լինելու է։ Ու եթե ստիկինը ընդամենը հարցի պատասխան է ուզում, այս տղամարդ մասը իրանք այդ օրվանն են սպասում, երբ որ դուք կմնաք մենակ առանց այդ մահակի, որ դուք այսօր ժողովրդի դեմ եք օգտագործում։ Այ պատասխան տալը այն ժամանակ կտեսնեք։ Պատասխան տալը այն ժամանակ կտեսնեք։ Հետո կհիշեք խոսքերս, որ ասում էր Վարդան Հակոբյանը, պետքա խնդրեք, որ մենք ձեզ հասցնենք դատարան։ Տեսենք Արամ Աբրահամին։ Պետության կարևորագույն կառույցներից մեկն է։ Սակայն ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն կառույցներից մեկն է։ Սակայն Փաշինյանը այդ կառույցը վարկաբեկում է, ստիպելով, որ այն զբաղվի օրենքով չնախատեսված այդ կառույցին։ Ես ասա իհարկե Արամ Աբրահամի կարծիքն է, ինքը կշարունակի, բայց ես ասեմ, ես վաղուց արդեն դες չեմ մտածում։ Ածանա օգտագործում սրա։ Որովհետև այս վիժվասկը ոնց կարող է միայնակ մի ամբողջ համակարգ իրեն ծառայեցնել։ Չէ, ԱԱԾ-ն բերում է, ԱԱԾ-ն ծառայեցնում է, ԱԱԾ-ն էլ հանում է։ Պետք է լինում սպանման է։ Ոչ հատուկ գործառույթներով։ ԱԱԾ-ի գործը չէ կոմպրոմատներ հավաքել, նաև գաղտնալսելով հոգևորականների եւ անդիմադիրների դեմ։ ԱԱԾ-ի գործը չէ, այսպես ասած, պատերով տալ եւ գետնին փռել, ասֆալտին փռել ոդկասթի տղաներին, նույնիսկ եթե նրանք խուլիգանություն են արել, չնայած չեն արել, բայց եթե նույնիսկ արել են, դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը։ Ազգային անվտանգությունն այստեղ որևէ կապ չունի։ Առավել եւս ԱԱԾ-ի գործը չէ խմբագրել պատարակի տեքստը։ Հիմա ԱԱԾ-ականները գործողվել են Գյումրի, որպեսզի ստիպեն այնտեղի հոգևորականներին, որ նրանք զեղչեն պատարակի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Կասկածում եմ, որ Ստալինյան ՆԿՎԴ-ն նման բան արել է երբևէ։ Այսինքն այդ ԱԱԾ-ականները կատելով Փաշինյանի հրահանգը ցանկանում են, որ լինի կեղծ պատարակ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։ Բայց հոգևորականների մեծ մասը համենայն դեպս ճնշող մեծամասնությունը դեմ է դրան եւ ուզում է, որ պատարակը պատարակ լինի։ Ի տարբերություն 10 եպիսկոպոսների, որոնք ծառայելով իրենց նոր շեֆին, նրան հաճոյանալով պատրաստ են հրաժարվել եկեղեցական կանոններից։ Ինչերից ես ասում 10 ասում է, բայց ընդհանրապես Նիկոլին մնացել է 7-ը, ընդեղ 10 չի։ Ու այս տգետի պատասխանը լսեք։ Քահանայի մի դեպքում ծանոթը կարող է դիմել, մյուս դեպքում ԱԱԾ աշխատողը։
Լսեց, գիտեք դրա մասին։ Գիտեք, ասեն սահմանադրություն ըստ Նիկոլ Փաշինյանի։ Հիշում եք Խաթաբալադան։ Խաթաբալադան հիշում եք, վերջում կար բան, չէ՞։ Այբեդանան ըստ համազասպի։ Հիմա սահմանադրություն ըստ Ներագույնի։ Մի դեպքում ԱԱԾ աշխատողը կարա դիմի։ Արա, ԱԱԾ աշխատողը ոչ մի բանը չի կարա դիմի։ Դա հոգևոր դաշտ է։ Իդիոտներ, եթե մարդը հանցագործ չի, դե հանցագործը դատեք։ Բայց ոչ թե 7 տարի առաջ ինչ որ մեկի պայուսակում, ինչ որ մի բան դնելու համար։ Սա լսենք։ Իր անունը, եւ չեմ ասում։ Կամ մեր սրբազան հայրը, եթե չզրպակալվեց մինչև այդ 25 տարի մենք ծառայել ենք մեր սրբազան օրեր այսքան ժամանակ, միշտ անունը տվել ենք, հիմա ինչի չպետք է տանք։ Կարկալուց են արել։ Հերետիկոս է Միքայել Սրբազանը։ Հա? Բանադրել են, կարկալուց են արել, Արիոս է, Մարկեդոն է, ինչ է, Նիստոր է, ինչ է։ Հերզված է։ Նույնիսկ վերադառնամ Նիկոլ Պաշտպանողների նեռահայերին։ Նրանց համար սա նշանակություն չունի, բացարձակապես։ Նրանց համար հիմա Կճոյան ավելի լավ տղա է, ավելի ազնիվ հայ է, պարկեշտ, ավելի պարկեշտ հավատացյալ է, քան ասենք Աջապահյանը, վստահ եղեք։ Ցանկացած սրանց համար ոչ մի բան չկա, ոչ մի սրբություն, ոչ մի սկզբունք։ Նայ հոտ անուղերներին, եթե ասենք Փաշինյան Նիկոլ ասելա, Կճոյանը էլ Պիրս Բենտլի Կճոյան չի, որ ամեն քաղաքում, ամեն պատժեզդում միած սիրուհի ունի։ Եթե ասելա չի ինքը արդեն սորբար լավ է, ինքը նույն վստահությամբ կրկնելու է, որ այո, Կճոյանը արդեն սուրբ է։ Ինչով։ Ասենք այն գեյներն էլ լավ, ինչ անենք, ասենք գեյ են, հələ, բայ քեզի բանը։ Հիմա ով գեյ չի, հələ։ Հիմա ինչ անենք հիմա։ Համեն ով մենք դիսկրիմինացիա չենք ենթարկելու հիմա։ Եվրոպա ենք պատում։ Ոչինչ։ Դրանց էլ ամեն ինչ կարելի է, ամեն ինչ կարելի է։ Դրանց համար այս Նիկոլ տեսակի համար ամեն ինչ ընդունելի է, ամեն ինչ բացատրություն ունի եւ արդարացում ունի։ Դրա համար եմ ասում։ Ֆիքսել եք, հերու պայեք։ Այս են անեկդոտի նման։ Մեկը գնում է բժիշկի մոտ, ասում բժիշկ ջան, գրիպ եմ, ինչ անեմ։ Ասում ես հերու մնա։ Այսինքն հերու մնացեք։ Լսենք Լևոն Զուրաբյանին։ Պարոն Զուրաբյան, 97 թվականի փուլային տարբերակի մասին խոսեցիք, անդրադառնալով փուլային տարբերակին, դա ինչու՞ր իջևեր, երախուց եկած հաջորդ իշխանություններն եւ իշխանությունները։ Հա, շատ լավ։ Ինչ է նշանակում անել։ Դա դեպի դերուտենք։ Բա, դե լավ եք անեք, անեք ինչ է նշանակում։ Անելը որպես առաջին этап գոնե, չէ՞, անելը։ Նշանակում է քո համաձայնությունը պլանին։ Ճիշտ է։ Հիմա ես ասում եմ 97 թվականի փուլայինին Տեր-Պետրոսյանը տվել է իր համաձայնությունը, ստացել Ադրբեջանի համաձայնությունը, պլանը չի իրագործվել, մենակ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեմ են դուսել պլանին եւ բան են արել, պլանը վարի են տվել։ Բայց Տեր-Պետրոսյանը իր քայլը արել է համաձայնության։ Իսկ ելով արել քայլ համաձայնության։ Հիմա ասում են, հա, լավ, Սերժ Սարգսյանն ասենք այդ բանի Կազանի փաստաթղթի վերաբերյալ ինչ-որ քայլ արել, օքեյ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չի արել։ Ոչ մի չի արել քայլ համաձայնության։ Ինքը բան արել է մեզ դեպի պատերազմ։ Ես նորից եմ ասում, դու ցանկացած ղեկավար Հայաստանում ունեցել է, երբ որ ստացել է առաջարկ խաղաղության կարգավորումը, ունեցել է 3 ճանապարհ։ Գնալ խաղաղության, այդ քայլը արել է մենակ Տեր-Պետրոսյանը, նո միգուցե Կազանի դեպքում նաև Սերժ Սարգսյանը չի դեպքում։ Քիվեստի դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է։ Մնացած դեպքերում իրենք ոչ թե գնացել են խաղաղության, իրենք գնացել են բանակցությունները շարունակելու, ձգձգելու խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը արել է ամենավատ տարբերակը։ Ինքը ոչ գնացել է խաղաղության, ոչ էլ գնացել է բանակցելու կամ ձգձգելու։ Ինքը գնացել է պատերազմի ճանապարհով, ասելով, որ ես թքած ունեմ ձեր վրա, ձեր բոլոր առաջարկների վրա, ինչ ուզում տենամ, ինչը տղա եք ուզով վերցրեք։ Էս արել Նիկոլ Փաշինյանը։ Ինքը լեգիտիմացրել է, նորից եմ ասում, Ալիևին։ Էս է ասում էլի, ես ոչ մեկի բանով չեմ գնում, ես խնդրում եմ իմ զորայական կերպից։ Ինչ է կարծում ես մի բան ասել է Նիկոլա Հեններին, ոչ մի չի ասել։ Իրանք կգտնեն մի բան կասել, այսի Զորաբյանը չի, Լևոն Զորաբյանն է, Լևոնական, բայց ինչ եք ուզում ասել, բայց ինչ եք ուզում։ Իրանք չեն լսելու նյութը ինչ է խոսում։ Ինքը լավագույնս բացատրում է, որ բոլորը գնացել են կամ լուծելու տարբերակով կամ ձգձգելու տարբերակով։
Դու ոչ գնացել ես լուծելու տարբերակով, 19 թվականին դու ուների լուծելու տարբերակ։ Դու ոչ էլ գնացի ձգձգելու տարբերակով։ Դու գնացի քո օրակարգով։ Որն է։ Ասիր պատերազմ։ Վելա կարտ բլանշ, ամբողջ միջազգային հանրությունը Ալիևին տվեց կարտ բլանշ, այս պատերազմը տանելու համար։ Դե ասել, այդ մեկը աննախսում է, ինչ անենք։ Դա չի գնում բանակցությունը, ինչ անենք։ Բայց ինչ ասես արել եք, չէ՞։ Այն գիտենք, այդ 5 միլիարդ են առաջարկել, չգիտեմ, գժի տեղ իրանդրել, դուրս եկել։ Այդ 5 միլիարդն ինչ է, որ իրենք գրպանի համար չեն առաջարկել։ Առաջարկել են ասել են, լսի դու համաձայնվի Ղարաբաղը կմնա ձեզ, հələ մի 5 միլիարդ էլ կտան Ղարաբաղի զարգացման վրա։ Ինչ ա եղել։ Ինչով է։ Բայց հենց տեսնենք, այս պլանով, եթե մեկ մատել հələ 5 միլիարդ էլ ստանենք, ինչն էր վատ։ Սա երանելի բան է։ Այսօր կապան Գորիս ճանապարհը կլիներ, կգործեր։ Այսօր մենք չենք ունենա այդ վտանգը, ադրբեջանական զորքերը մեր սահմանին չէին էլ մոտենա։ Իսկ ավելի պարզ բացատրություն չէր կարող լինել։ Ավելի պարզ բացատրություն չի կարող լինել, բայց մեկ է։ Այն ներահայությունը կասեր չէ, նախկիններն արդեն տվել էին։ Էլ չէր էլի հետաձգել, չէ։ Ոչ էլ կլներ 19 թվականի բանով ընդունել։ Ինչու առաջարկված էր, էլի։ Չէ, միակ տարբերակը Նիկոլոս ճիշտ արեց։ Ամեն ինչ հանձնեց։ Որովհետև դա թոք էր, մեր վզին վրա թոք էր ասում։ Սրանք նույնը, երեք ինձ մեր Լոս Անջելեսի ընկերները հիշացեցին, ես էլ հետականքի անունը մոռացա ու ձեր հետաքրքիր չի։ Ինչ որ մեկի անունը, որը տենց էլ ասում էր Արցախը դատարկելուց հետո, «Արա մի կողմից լավ էլ պրծանք էլի, արա հազիվ պրծանք էլի»։ Այդ իր երեխեքից էլ ա տենց պրծնելու։ Իր ծնողներից էլ ա տենց պրծնելու։ Պատկերացնեք երեխեն ասենք դարավ 18-19 տարեկան Ամերիկայում էլ ապրել, բայց ասել «Արա հարա հազիվ դու դարավ 18 տարեկան, դե հիմա գնա այս տնից»։ Որ ես քեզ չպահեմ արդեն, քո ծախսերը չյոկամ, կամ ծնողը մի քիչ մեծացա, հանձնի ծերենոց արասի օրոր կամ մահանալու դեպքում ասի հազիվ պրծանք կար այդ բիձուց կամ այդ պարավից էլի։ Այս տեսակ կա։ Հիմա ինչա պետք անել այդ տեսակը տեսնելու ժամանակ։ Մկրոշ։ Կամ իմաստ ունի դրանց հետ ինչ-որ մի բան անել, թե չէ։ Այսօր իմանում ենք, որ Արցախի վերջին նախագահին կանչել են հարցաքննման Բագրատ Սրբազանի գործի շրջանակներում։ Բագրատ Սրբազանի գործի շրջանակներում։ Արցախի նախկին նախագահը պետք է հարցաքննվեր Արցախի ֆոնդերը թալանելու համար, Արցախի անօրինական ղեկավարության ղեկը վերցնելու համար, Արցախի կազմալուծման փաստաթուղթ ստորագրելու համար, Արցախի անկառավարելի, տեսեք ասում, էվակուացիան կազմակերպելու համար։ Անկառավարելի։ Նույնիսկ եթե դու մի բան էվակուացնում ես, այսինքն մարդկանց դուրս ես բերում ապահովության համար, հա։ Դա էլ պետք է կառավարված լինի։ Եվ էլ չեմ ասում Արցախի ամբողջ զենք ու զինամթերքը թշնամուն թողելու համար։ Այնքան գործ կա սրա վրա հարուցելու, որ ասենք իա մի քանի կյանք ա պետք, որ այդ ամեն ինչի համար հասցնի նստի։ Մեկ էլ։ Այս ամեն ինչը գիտեք ինչի չի նկատում։ Հայաստանի ԱԱԾ կոչված դատախազությունը իշխանությունները ոնց նկատի։ Իրար հետ համատեղ են արել այդ ամեն ինչը։ Արցախի բյուջեն էլ, բանկերն էլ, հիմնադրամներն էլ են համատեղ թալանել։ Դամեն Մարինան կոտորվեց այդ աղջիկը քրական գործեր հավաքելով, ասենք քրական գործեր հավաքելով։ Մարինա Պողոսյան։ Բայց մի հատ գործ տեղը չի ասում։ Այդ մարդիկ հանգիստ ապրում են։ Ամեկը 20-30 հատ տուն ունի իր անունով, նույնիսկ չեն էլ հարցնում։ Արա, քեզ էսի ո՞դրուց։ Չէ, այդ չեն էլ թաքցնում որ իրանք են։ Ու այս մարդուն չեն կանչում այդ գործերով։ Բագրատ Սրբազանի գործը։ Ինչի՞։ Բագրատ Սրբազանը ձեր համար ավելի բանա մեծ հանցագործությունն է իր արածով կամ տեսակով կամ ամբողջ Արցախի հանձնում ու թալանումը, իհարկե այո։ Իհարկե, որովհետև Արցախը իրար հետ են համատեղ են կերել։ Համատեղ են կերել։ Ես այլ եմ ուզում միատ նայեք, այս դեմքի միատ նայեք։ Ես ուրիշ բան չեմ ուզում ասեմ։ Ասում եմ, ինչ եք ուզում Ադրբեջանից, մեր գլուխը շոյին, ասեն դե լավ անցած լինի, հա, ոչ 30 տարի մենք օկուպացած ենք պահել այդ տարածքները։ Տղաներ եւ աղջիկներ։ Ես գիտեմ, որ ալիքները նայում են մայրեր, տատիկներ, աղջիկներ երիտասարդ, ամուսնացած, չամուսնացած։ Եթե ես տեսակ արու արական սերի համեմատաբար, ասենք տեսակով արական սեր ինքը
չգիտեմ, ալու, ինչ սա բան չես ասի։ Տեսնեք, նույնիսկ ձեր թողը կողքը չթողեք կանգնի, չթողեք նույնիսկ ձեզ հնարավորություն ունենա մեկ գավաթ սուրճ հյուրասիրելու։ Չկա տղամարդու ավելի եղկելի տեսակ, քան վախկոտ, ստախոս, դավաճան, կրկնակի ստանդարտներով, ողորմելի գծուց չնչին արած, չկա տես բան, քան էս տեսակն է։ Ես չգիտեմ ուրիշ ոնց բացատրեմ։ Դե մեկը ասենք աղջիկ ունի ամուսնացնելու, մեկը արդեն ամուսնանալու ժամանակն է։ Չգիտեմ, այս տեսակ որ տեսնում եք, իմացեք, սա մարդկության համար հակացուցված տեսակ է։ Հակացուցված, տեսեք, անուն բան չեմ դնում։ Սա կյանքում ոչ կարող է հայր լինի երեխեքի համար։ Հայր ինչ է երեխեք, ընտանիքում հայր ինչ է։ Հիմք, ֆունդամենտ։ Այս ոչնչությունը ո՞ց պետք է լինի։ Ոչ հայր կարա լինի, ոչ ամուսին կարա լինի, ոչ ընկեր կարա լինի, որ իմանաս հաստատ քեզ չի դավաճանելու, թիկունքիդ կանգնածա։ Ոչ մի բան։ Այսքանով ես հեսա բանը նեկրալոգ ավարտում եմ մահախոսականը։ Սա եմ ունայեք։ Այսինքն այս կարգի մոտեցումը Սա Գորիսում է։ Փաստորեն Գորիսի պետական քոլեջում դասախոսներն ու ուսանողները արգելափակել են քոլեջի մուտքը նորանշանակ Արմինե Կոլյանի համար։ Քպեական լսենք։ մասին է խոսում, բարոյականության մասին է խոսում։ Դե հիմա մարդը նշանակվել է նախարարի կողմից։ Գալիս է աշխատանքի դուք սենցեք դիմավորում ու էսի լավ կարգեք։ Հա, քո ինչ գործն է ողորմելի։ Էսի կոլեկտիվն է, ինքը չի ուզում դրա հետ աշխատի։ Քո ինչ գործն է։ Բարոյականությունից ես խոսում։ Ալա այդ ֆորմը որ դու վրետ է։ Այդ ֆորմը որ արդեն քո վրետ, դու բարոյականության հետ կապ չունես։ Դու արդեն պիտի սուս մնաս, որտեղ որ բարոյական բառն ասում են, պետք է սենց աջալը գցես գլխիդ, մտնես այնտեղ ունես միտեղ, որ քեզ չգտնեն նույնիսկ մանգան, կանչեն քեզ ասեն անունով, ունես դու ձեն չանես։ Միտեղ եթե բարոյականությունից են խոսում։ Ուրիշի կաննել է, այս ֆորմեն վրեն Ենիչելու ֆորմեն վրեն, ասենք այս ամբողջ բոլոր թշվառությունների, դավաճանությունների պաշտպանողի ֆորմեն վրեն կանգնած, սես խոսում է բարոյականությունից, ասում է նախարարի կողմից, թող քեզ էլ, թող քո նախարարին էլ, ԿԳՍՄ նախարարին էլ, թող քո վարչապետին էլ, այս մարդիկ են որոշողը։ Հասկացա հիմա։ Չէ, եթե ճշտից եք խոսում, Որ ճշտից եմ։ Սա ձեր մոտեցումը լավ է, ճիշտն է, իր մոտեցումը սխալ է։ Ինքը եկա բարևեց բոլորին։ Ինքը ոչ մեկին չի բարևել։ Եկա բարևեց ես անձամբ լսել է, չէ, նախ ճիշտ անում։ Դու պատկերացնում ես, այս մարդը երևի բարեկամ ունի բան։ Տարածեք թող տեսնեն, ժողովուրդ ջան։ Տարեք հասցնեք իրաց դուրը, սա կարող է երեխա ունի, կին ունի, հայր ունի, թույլ մի հատ նայեն էլ իրանց զավակը, հայրը, մայրը, ինչով է զբաղվում։ Տարեք էլ իրեն ասեք։ Տղա ջան, ականջին։ Հենց այս ֆորմը դու հագնում գնում ես հաց ուտելու կամ հաց վաստակելու։ Այդ ալնաշաշախ, ալնաշաղախ, այդ հայ մարդու ալնով շաղախված հացը որ բերում ես տուն։ Գոնե դասում բարոյականությունից մի խոսա։ Նախարարն է նշանակել, գրողի ծոցը դու եք քո նախարարն է։ Եթե այս մարդիկ ասում են չէ, ուրեմն չէ։ Դու չգիտես այդ նախարարն ով, հա։ Դու չգիտես ոնց են նշանակել։ Թու, էսի գոդիցեցի է։ Եթե ճիշտ եք խոսում, ուրեմն ամենտեղ Հոլը ճշտից էլ խոսում է։ ամեն մեկի ճիշտ է պահել, ժողովուրդ ջան։ Դե խոսալու բան չունեք, խնդրում եմ տարածքը ազատել։ Տարածքը ազատել, դա ձեր սեփականությունը չի։ Քո սեփականությունը։ Լավ իմացեք։ Մի խոսքով ես ձեզ ասեմ, դուք զգում եք, որ հարցեն չի ես հարցը ոնց է լուծվելու։ Հարցն է, որ դուք զգում եք, որ դուք պետք է ստիպված նույնիսկ գործի գնալ գալու համար Ենիչելի հետները տանեք բերեք։ Դրա համար էլ Հայաստանում հանցագործությունը վխտում է ուղղակի, որովհետև ամբողջ ուժային ապարատը լծված է քահանա համոզելով, պատանակի տեքստ փոխելով,
սրանց նրան հետևելով, հեռախոսը լսելով, տունը լսելով, սրանց աշխատանքի տանել բերելով, ասենք իրանց հիմնական գործը մնացել է անտեր։ Բա ինչ եք ուզում։ Սա դրա ապացույցն է։ Խոսքս ուղղում եմ Գորիսի քոլեջի ուսանողներին եւ դասատուներին։ Դուք անես պետք է վիճակ ստեղծեք, որը ձեր նորանշանակ տնօրենը, որ նախարարի կողմից է եկել։ Ինքը սրանց հետը տանի քաշ տանի բերի գործի, որ ինքը ապահով գնա գա։ Որ սրանց չկարողանան մի վայրկյան կողքից հեռանան։ Որ մի օր սրանք զզված լինեն, ասեն կարող է մենք անձնական ախրան անենք, այն գործ չունենք անելու։ Որ ինքը հասկանա, որ ոնց որ թե երկրում սրանք առանց ոստիկան չեն կարող ապրել։ Դուք պատկերացնում եք այն պահը, որ դուք արդեն իշխանության չեք։ Ես սրա համար եմ ասում, եկել է այդ օրը, դուք եք զգում, որ առանց այս ենիչերիների դուք ոչ մեկ եք։ Ոչ միայն ոչ մեկ եք, ձեր ապրելը անվտանգ չի արդեն։ Ես ուրախ եմ, որ դուք դա զգում եք, տեսնում եք ու այս է դրա ապացույցը։ Հետո ասում եք արդարություն չկա, ոչ չկա։ Առանց որևէ հիմնավորման ձերբակալել են ամուսնուս, չունենալով ոչ մի հիմք, ամուսինս ոչ խփել է, ոչ հարձակվել է, ոչ մի ապացույց չունի։ Բռնե ձերբակալել են ամուսնուս հաշվանդամ երեխային թողնելով որբ։ Հոկտեմբերի 20-ին 59-ամյա Ռաֆիկ Հակոբյանը դեղատուն էր շտապում ծանր հաշմանդամություն ունեցող դստեր համար դեղ գնելու, բայց դեղատան փոխարեն հայտնվեց ոստիկանությունում, ձերբակալվեց, ապա 2 ամսով կալանավորվեց։ Այդ օրը Գյումրիի կենտրոնում լարված իրավիճակ էր, իրավապահները քաղաքապետարանի ներսում փորձում էին ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, իսկ դրսում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին ու քաղաքապետի աջակիցները։ Հակոբյանի կինը Լուիզա Մնոյանը պնդում է, ամուսինը ցուցարարների հետ որևէ կապ չունի, ընդամենը դեղատուն էր գնում։ Նույնիսկ եթե կապ ունի, այ կարմիր երնիչերիներ։ Ասենք դե նույնիսկ կապ ունի, ցույց անել է Հայաստանում բանա, մահացու մեղ կա։ Հա։ Ես որ ասում եմ, ձեր օրվա կերած հացը, դա հայ մարդու միսնոարյունն է։ Ես չեմ չափազանցնում։ Բացարձակապես չեմ չափազանցնում։ Ու ես այնքան եմ ասելու, մինչև դուք ամեն անգամ ուտելուց այդ համը զգաք, արյան համը զգաք ձեր բերանի մեջ։ Բխող հետևանքներով էլի։ Ձեր մեջ ոչ մի բան չի մնացել։ Ոչ մի բան։ Ոչ մի մարդկային բան, չեմ ասում հայկական արա, պարզ մարդկային բան չի մնացել։ Անասնացած տեսակ, գիշատիչ անասնացած տեսակ, որ իր ստամոքսից բացի ուրիշ ոչ մի աշխատող օրգան չունի մեջը, ոչ մի բան։ Ես էլ մյուսը։ Ծեծված են երեխան որ ծեծվել էր, ծեծված երեխային ու հարազատներին դեռ չեն էլ հարցականներ։ Ինչ է եղել որ։ Ինչ է եղել որ հարցականն են։ Ոնց հարցականն են, երբ որ ծեծողի 4-ն էլ քպայական են ծնողները։ Համայնքի ղեկավարն է, համայնքի մանկապարտեզի տնօրենն է, համայնքում ընդեղ, չգիտեմ, դպրոցի տնօրենն է, այն մեկն էլ դա բանա, քրեակատարողական հիմնարկի պետն է։ Վերջը, ինչ քրեական գործ, ինչ բան։ Ճիշտ եք անում դուք տղեկ, ճիշտ եք անում։ Մի պատժեք այդ թուլեքին, մի պատժեք։ Դուք հիմա դրա չպատժելով, էսի սենց ամենից թողնելով, դուք մեծագույն ծառայություն եք մատուցում դրա ծնողներին, դրանց ծնողներին։ Անպայման, որտեղ չկա ավելի կեղտոտ զգացում, քան անպատժելիության զգացումը։ Դուք ճիշտ եք անում իրաց չեք ձերբակալում, ոչ չեք պատժում։ Իրանք դառնալու են իրանց ծնողների համար այն, որ մենք նույնիսկ չենք կարող մտածել այդ ձև պատժել դրանց։ Այդ իրանց թուլեկը դառնալու են իրանց ամենամեծ պատիժը։ Ճիշտ եք անում, որ չեք ձերբակալում։ Բայց դուք դրա համար դատվելու եք։ Այսինքն երկու բան, համ դուք եք դատվելու, համ էլ էս լակոտները արդեն չկասկածեք դուք ինչ նվիրեցիք ձեր քպայականներին որպես ժառանգ։ Չկասկածեք։
ոստիկանության բռնության գործը քննվում է 8 ամիսից ավելի, ստուժողը մեկ այլ գործով 2-3 բանտում է հայտնում։ Նայած ով է։ Նայած ով է։ Նայած ում գործն են քննում։ Եթե ոստիկանա, հավերժ այդ գործը կարա քննվի, հավերժ տալիներ։ Բայց դեղատուն գնացող մարդուն իր հաշմանդամ երեխու համար դեղի գնացած մարդուն կարան կալանավորեն ու պայեն։ Դա բան ասում, որի մեկի հակ է, որ բանը կա, համակարգը կա, այս հակոստը կա։ Դա զգուշ ինչ ասեմ։ Տեղափոխվենք Ամերիկա, որ ինչի է մեզ համասեն խոսում։ Ինչ որ մեր հիմա մոտ կատարվում է, ժողովուրդ ջան։ Սա մի ամբողջ կեղտոտ ծրագրի մի մասն է։ Կեղտոտ մեծագույն ծրագրի մի մասն է։ Մենք ընկել ենք այս մեր տարածքում դետալների հետևից, բայց մեծ պատկերը հետևյալն է։ Մեծ պատկերը։ Հայաստան պետք է վերանա։ Որովհետև ասենք ինչ որ ուժերին այտենց պետք է։ Դա է պետք։ Տենց է։ Որովհետև մենք մեր ասելիքը չենք ասել, իրանք էլ մեր լռություններից օգտվելով, հա, ասենք Իսրայելին հետո այսօր տենց է պետք։ Իսրայելին այսօր պետք է Ադրբեջանը, պետք է Թուրքիան, պետք է Իրանի դեմ հարձակվելը եւ ի վերջո Հայաստանը այդտեղ ինչու ինքը չի կարող աչքերը փակել իդեմս Ամերիկայի ու Եվրոպայի, հեսա կասեմ ինչի Եվրոպայի, որովհետեւ այն կառույցները, որ հիմնականում այսօր կարող էին ազդել այս վիճակի վրա, փաստորեն պարզվում է, դեռ իրենք ունեն այնքան ազդեցություն, որ կառավարում են այդ կենտրոններին, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ եվրոպական որոշ երկրների, եւ այդ կառույցների, որոնք պետքա վիզը փոկածել էին արդեն Փաշինյան Նիկոլի կամ նկատողություն արածել էին, չէ։ Բայց այդ երկրի այս չանչերը, ճանկերը, ոսենց համաշխարհի մեջ է, սենց խրված ու արունն է քաշում, դրանով սնվում։ Հա, արդյունքում դրանից տուժում է Հայաստանը։ Հետևաբար, որպեսզի մենք ունենանք մի օր մեր պետականությունը, որը չի զոհաբերվելու ուրիշ շահի նկատմամբ, ես չեմ ասում Իսրայելի, Հայաստանը անձնական Իսրայելի թշնամին է։ Ես էլ այդ կարծիքին չեմ, բայց մեր թշնամիների բարեկամն է ու մենք գնում ենք զոհաբերության։ Դա ակնհայտ է։ Դա այդ ոչ մեկ չի կարող հերքի, հա։ Հիմա այս կոնտեքստի մեջ ես տեսնում եմ այն հեռանկարը, որ մենք մի օր էդի ազատվելու ենք դրանից։ Մենք դրանից ազատվելու ենք, որտեղ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ։ Ուղղակի ամբողջ հարցը սանում է։ Այդ ազատվելու պահին մենք գոյություն կունենանք թե ոչ։ Երկրորդը, արդյոք ունենք մենք Հայաստանում այնքան հայ, որի խաթր կարա մնա Հայաստան։ Տեսակարար կշիռով։ Այս սա է, որովհետև եթե հայ չկա տեսակարար կշիռով, կարող է երկրի անունը ինչ որ մի մասի անունը մնա Հայաստան։ Որովհետև ըստ այդ գոյություն ունեցող ծրագրի Սյունիքը չկա այդ Հայաստանի մեջ, չկա ապագա Հայաստանի մեջ։ Մի հատ Երևանի մարզ։ Էն էլ անկախ պետություն չի։ Հələ կարող է ընթացքում փոխվի այս կողմա գնալու, ռուսական կողմա գնալու, թուրքական կողմա գնալու, թե թողեն ինչ որ մի հատ սիմվոլիկ դրոշ այնտեղ, հա, բայց էլի շատ սիմվոլիկ։ Որտեղ ինքը լինել է պարազիտ հիվանդ օրգանիզմ, որը ինքնուրույն չի կարող ապրել։ Հասկանու՞մ եք։ Հիմա այն ինչ որ ես խոսելու եմ դրսի հետ կապված, ուղիղ սլակները գալիս է դեպի Հայաստան, ուղիղ։ Եվ այսպես Նյու Յորքում դա ընտրվեց մահմեդական քաղաքապետ ու նշանակեց նախկին ոստիկանապետին, որը սիոնիստ է, ինքը չհանեց, որ ցույց տա, որ ես պրոբլեմ չունեմ։ Հիմա դրա աղբերը հայտարարում է, որ Զորա Մամդանին, այս նոր ընտրվածը, ինքը հրեաների թշնամինն է։ Տեսեք, ինքը հրեաների թշնամին է։ Սիոնիստներին ցեղասպան նույնականացնելով այն հրեաներին, որ նույնիսկ այս Զորան Մամդանին են ընտրել։ Կռիվը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ դաշտ, մի դաշտ, որտեղ ամեն ինչ պարզ է, ոչ մեկ ոչ մի բան չի թաքցնում, արդեն կոնգրեսը հասել, ոչ մեկ ոչ մի բան չի թաքցնում։ Ու ես ասել եմ, այս պատերազմը իրանք տանուլ են տալու։ Եվ որպես հիմնավորում նայեք այս տեսանյութը։ Որ ես միշտ ասում եմ, այս նոր տեխնոլոգիաների դարում արդեն սրանք կորցրել են իրենց ազդեցությունը, հիմա արդեն իրենք են գոռում
իդեմս Հիլարի Քլինտոնի։ Իսկ այս խոսացողը Աննա Կասպարյանը մեր հայրն է։ Լսենք։ I want to make it very clear that Hillary Clinton is the political version of a prostitute. Ասում ես ուզում եմ հստակ ասեմ ձեր համար։ Պարզ։ Հիլարի Քլինտոնը քաղաքական պրոստիտուտկա է։ Հիմա կմտածեք ինչ եղավ, այս Աննային ինչ եղավ, ինչ դժվեց։ Լսեք։ Her values don't exist. Արժեք չունի։ I don't even know what her values are. Մենք նույնիսկ չգիտենք դա արժեքները որոնք են։ Because everything can be bought with Hillary Clinton. Որովհետև իր համար ամեն ինչ կարող է ռմբակոծված լինի։ More than 50% Կամ գնված է, եթե բառը չես, կարող է գնված լինի։ Լսեք։ 50% of young people in America, Hillary Clinton. More than 50% of young people in America get their news from social media. Այս թիվը ես չգիտեի։ Մեզ ասեց Հիլարի Քլինտոնը, որ 50% արդեն ավել երիտասարդներից իրանց նորությունը ստանում է social media-ից։ Ես սրա մասին արդեն ցան գոռում են 50% երիտասարդների իրենք չունեն ազդեցություն այդ մարդկանց վրա։ Շանակությունը լսեք ավելի պարզ ասում։ They are seeing short form videos, some of them totally made up. Եվ ասում եմ փոքրիկ կարճ վիդեոներ, ասում եմ լրիվ fake են։ Some of them not at all representing what they claim to be showing, and that's where they get their information. Եվ դա է որտեղից դրանք ստանում են ինֆորմացիան։ Դե հետևում նայեք, հետևից առայլ տեսնում եք, սա հիբրուն է։ Եվ այսպես, ինչից է բողոքում, որ 50% պլյուս երիտասարդները իրենք ստանում են տեղեկություններ social media-ից, որ ինքը պնդում է, որ իրականությունը չի։ Այսինքն իրենք կորցրել են իրենց ազդեցության, մեդիա ազդեցության 50%-ը ISN-ը, այն ինչի, որ ես ձգտում եմ, որ օրը ճիվառապետությունը, այս ները հայերը կորցրեցին իրենց ազդեցության 50%-ը, դուք լսելու եք այս վայնասունը։ Հիմա էլ է վայնասուն, բայց ասենք վայնասուն, ասենք հարցակումների իմաստով, այնքան որտեղ հարցակում ես ալիքի վրա է գալի, որ իջացնեն տարածումը։ Դա եմ ձեզ խնդրում ամեն անգամ տարածել, ձեռքով տարածել, ոչ ասեմ, զանգել ասեմ նայի ու ինձ կգաս կպատմես, ոնց են դպրոցում դաս հանձնարարում, հա, տալիս են ասում են կարդալ պատմել, հա, որ հետո վստահ լինի, որ նյութը կարդացել է, այ նույն ձևի պետք է անել։ Գնանք առաջ։ Well, the unpopular former presidential candidate who lost both bids for the White House and blamed everyone from the deplorables to Russia for it, thinks the youths are too stupid to realize how great Israel really is. Եվ ասում այս մարդը, որ ամեն բոլոր դեպատները կորցրել, ասում է ինքը վստահ որ երիտասարդները դմբո են եւ չեն հասկանում ինչ է իրականությունը։ That's what she was saying at some conference she was at recently, and there is more from this embarrassing commentary. Why don't we take a look at that, and then we'll look at reality, since Hillary Clinton pretends like she cares about it. They were getting their information from social media, particularly TikTok. That is where they were learning about what happened on October 7th, what happened in the days, weeks, and months to follow. Եվ TikTok-ի վրա են գժված, դուք հետևի բաները նայեք, ամբողջ սիոնիստական բանն է, սիմվոլիկաներն է իրաց տարերը, որ TikTok-ից ասում է հիմնականում ինֆորմացիաներից են ստանում, դրա համար էլ TikTok-ն առան, եւ ինա փորձել են խեղդեն, որ այդ ինֆորմացիան չտարածվի։ Ես կարող եմ չշարունակել այս տեսանյութը։ Իրանք պարզ ասում են, որ դասական իրաց մեդիան, որ միշտ իրանց տակ է եղել, իրանք են որոշել ժողովուրդը ինչ պետք է իմանա, ինչ պետք է չիմանա։ Այսօր 50% ավել արդեն իրանց հետևող չկա։ Ու այդ թիվը գնալով մեծանում է։ Ու իրանք կորցնում են ժողովրդի մոտ աջակցությունը։ Իրանք կորցնում են ընտրությունները։ Իրանք արդեն
այս նոր սերունդը որ մեծանում է, ու որ դուք տեսնեք ինչ ակտիվությամբ, ինչ դիբատներ է գնում, ինչ նոր բան է քննարկումներ է գնում, ու այս վիդեոն ինչ արագությամբ է տարածվում տարբեր թեմաներով, որ արդեն երիտասարդներն ասում են, հələ սրանց նայի, փաստորեն սրանք նեղված են, որ երիտասարդությունը ալտերնատիվ ինֆորմացիայի աղբյուր ունի։ Այն որ ես ասում եմ, դուք ինֆորմացիոն դաշտի մարտիկներ եք։ Սա որպես ալտերնատիվ ինֆորմացիա պետք է տարածվի, հենց սրա համար եմ ասում։ Այն ինչ որ հիմա կատարվում է Ամերիկայում, այն ինչից որ նեղվում են այս հրեշները։ Սրանք հրեշ են։ Ուսած վախճանը մոտ է։ Վախճանը ուղիղ համեմատական է լինելու, ինչքան արագությամբ ռեալ ինֆորմացիան կտարածվի։ Ինքը ասում է 50% ավելի մեծ է։ Ավելի մեծ։ Իմ հաշվարկներով դա մոտավորապես 80 է եւ ավել։ Ու իրանք դա գիտեն։ Դրա համար տեսնում են դրա արդյունքները։ Արդյունքներն այնա, որ բոլոր տեղերում առաջադրողները էլ չեն գնում Իսրայելից փողեր ստանալու, էլ վախենում են Իսրայելին երթումներ տան հավատարմության, որովհետև գիտեն իրենց ընտրողի համար դա նեգատիվ է։ Ոնց դու փաստորեն ցեղասպանի համար գնում ես աշխատես, իրենք քեզ զեն չեն տա։ Եվ բոլոր առաջադրվող այսօր տեխնացուները այլ օրակարգով են գալիս։ Իսկ ամերիկյան ընտրական համակարգը շատ հետաքրքիր է։ Ով գալիս է, ինքը իր համար է գալի։ Ինքն է ձայները ստանում, ոչ թե կուսակցությունն է ստանում, հետո իրան տա։ Այսինքն ստե ուսապարկեր չեն։ Ուսապարկերը Հայաստանում են, կուսակցությունը ստանում է, ասենք մի հատ վիժվածք։ Ինքը սկսում է բաժանել։ Հա? Ստեղ տես չի, ամեն մեկի իր բագաժով է գալիս, իր լեգիտիմությունով է գալի եւ իր օրակարգով է գալի։ Բայց կարող է այս կամ այն կուսակցությունից լինի։ Պատկերացրեցիք, այնց են արել, որ ինչ որտեղ նույնիսկ որ նաեւ կարողանան կոնտրոլ անել։ Հրաները համար կոնտրոլ լինի, բայց արդեն օրակարգներն է փոխվող, որովհետև երիտասարդությունն արդեն իր պահանջն է թելադրում։ Դու ինչ օրակարգով ես ուզում ընտրվես։ Սիոնիստական, թե ամերիկյան։ Այսինքն ամերիկան է կարևոր, թե Իսրայելը, որովհետև միջև հիմա 80%-ից ավել, 90%-ից ավել սենատ, կոնգրեսմեն ով ուզում անի, անպայման բոլորյամա պետք է լիներ Իսրայելը ավելի կարևոր։ Վերջ իրանք էլ գիտեն, եթե դες չասեցին, չեն կարող մտնել քաղաքական դաշտ։ Այսօր փոխվում է, այս վայնասունը հենց դրա համար է։ Իսկ եթե փոխվեց իրականում, որը 26 թվականին երևալու է, ես միշտ ասում լինելու բեկումնային տարի։ Շատ բան է փոխվում, շատ։ Այսօր արդեն սրբան է, սենատն է կորցրել այսօր Թրամփը։ Այսօր Թրամփին ուղակի անել են մայրուղի։ Թրամփը չկարողացավ իր ուզածը անել այսօր։ Գնանք։ Դա եվրոպացի սիոնիստներն են։ Եվրոպայում երկրներ կան, որոնք դեռ ցրանց կոնտրոլի տակ են։ Մանավանդ եթե Եվրոպայի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, հա, Ավստրիան, Հոլանդիան իրենց կառավարության տիրապետության տակ, ցենց տոտալ։ Իրանք կարողանում են դեռ որոշակի օրենքներ անցկացնել, որոշակի օրենքներ խեղդել, բայց սա էլ ժամանակավոր է։ Ինչ է եղել այսօր։ Օրենք են մշակել, որպեսզի Ռուսաստանից առցված փողերը տան Ուկրաինային։ Բելգիան դուրս է եկել դրա դեմ։ Ինչի՞, որովհետև կարողացել են Թրամփի եւ Իսրայելի միջոցով ազդել Բելգիայի վրա։ Որովհետև Թրամփը ամեն ինչ անում է, որ Ռուսաստանը հաղթի, փրկի Ռուսաստանին, կործանի Ուկրաինան, ամեն ինչ անում է, ամեն ինչ, հա։ Եվ բայց Եվրոպան հասկանում է, որ Ուկրաինայի կորուստը դա իր արդեն իր բանն է, հասնում է Ռուսաստանի իր սահմաններին։ Եվրոպային պետք է պահել Ուկրաինան։ Բայց քանի որ Ամերիկան կառավարում են նույն սիոնիստները, Բելգիայի ձեռքով այսօր կոտրել են այդ նախագիծը, որը որ բան Ռուսաստանը միանգամից արձագանքել է, որ հանկարծ մեր փողերը վերցեցիք տվեցիք, մենք կսկսենք պատերազմ ձեր դեմ, մի հատ հարցնող լինի ինչով եւ ոնց։
Եվ տեսեք, Իսրայելին թույլատրվեց մասնակցել Եվրատեսիլ 2026-ին, մի շարք երկրներ կբոյկոտեն։ Եվ հիմա իմանանք որ երկրներին են կարողացել գնել, որ երկրներին չեն կարողացել գնել։ Եվ այսպես, Իսպանիա, Նիդերլանդները եւ Իռլանդիան կբոյկոտեն Եվրատեսիլը, քանի որ կազմակերպիչները այսօր մերժեցին Իսրայելին ցույցից հեռացնելու նրանց դիմումը։ Փաստորեն, Իսպանիան, Նիդերլանդներն ու Իռլանդիան դիմել են, որ Իսրայելին զրկեն մասնակցելու հնարավորությունից։ Չեն զրկել, հիմա այս երկրները հրաժարվելու են մասնակցել։ Ու ինչքան Իսրայելը թուլացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ 26-ին դա լինելու է ճակատագրական, այնքան ինքը թուլանալու է ավտոմատ Եվրոպայում նաև։ Եվ մեր տարածաշրջանում ամենակարևորը ես մեր դառնեմ։ Ես դա համար եմ ես բաներին ինձ հետևում։ Գանք Հայաստան։ Սա գիտեք որ քաղաքն է։ Այս հրաշքը։ Ես այս տեսարան տեսել եմ Շվեյցարիա եւ Իտալիայի այդ սահմանի մոտ գյուղերը այս կառուցվածքով է։ Ձորի մեջ գետ է գնում ու կողքից քաղաքն է գնում։ Սա կապանն է։ Ցույցը սա է ուզում։ Ցույցը սա է ուզում։ Ժողովուրդ։ Մենք հանգիստ մտածում ենք, որ այն ինչ է եղել, որ կարելի է տալ։ Ղարաբաղը սենց էր տվին կելի։ Արցախը սենց նույն բնությունն էր։ Հələ ավելի լավ, ավելի անտառաշատ։ Նայեք։ Եվ վերջում ուզում եմ բոլորդ նայեք այս տեսանյութը։ Երբեք չեմ հասկանում։ Քիչ էր մնում ես հրաշալի ելույթից հետո այն գարշելի ձենը լսեինք։ Հասցրեցի անջատել։ Մեր ճապոնացի բարեկամներն են։ Հայերեն են երգում, հայերեն են պատմում։ Հետաքրքիր է ինչու։ Գաղտնիք պիտի բացեմ։ Չանենք մենք, անել են ուրիշները։ Չպահենք մենք, պահել են ուրիշները։ Ուտեմ դա արժեքավոր է։ Որովհետև այս պարը երգը մարդուն տալիս է այն, ինչ որ ուրիշ պարու երգ չի տալիս։ Եվ ճապոնացիները դա գլխի են ընկել։ Սիրով նվագում են երգում են կոմիտաս։ Սիրով նվագում երգում են հայերեն ու պարում են հայերեն։ Ինչի՞։ Այ, վանկա չէ, հինակական խոսք ասում է, չուտողի մալը ուտողին հալալա։ Եթե գա մի օր, մենք կորցնենք այս ամեն ինչը, չուտենք, չպահենք մեզ, չմտածեք, հերթ ենք անում, ես երկրին, և մշակույթային ժառանգությանը, ամեն ինչին հերթ ենք անգնել, աշխարհին էսի պետք է, իրանք էսի չունեն, այս մարդիկ չունեն, այդ բախտը չեն ունեցել, ճապոնացի են, աշխարհի լավագույն տեխնիկան են տալիս, լավագույն պրոդուկցիան են տալիս, սրանք ինչ անում են ճապոնացիները, անում են կատարելության մակարդակի հասցրած, դու վերցնես այս գրիչը սարքես քո ձեռքով, ինքը նույն գրիչը սարքի, ինքը սանիսկ սարքի կատարելություն, որովհետև ինքը մտածում է, որ եթե ինքն է սարքում, սա պետք է լինի կատարյալ, որովհետև սա ինքը իր համար է սարքում, որովհետև ինքը արժանի է ամենալավին։ Իսկ այսօր Հայաստանը, հայ ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանը անդր։ Գիտես ինչի։ Մտածում ես էլ իրան շատ։ Պատկերացնում եք ինքնագնահատական ինչպիսի վիճակ
որ մարդը ասում է դե Նիկոլը ես միջված կա ճիշտ է ասեն գարշան կա ճիշտ է մարդ չի անասունա տական կա ինչ ուզում ես ասա հա բայց դե ինքը դրան է արժան ինքը դրա հետ կոնֆլիկտ չունի որտեղ իրա ներսում ինքը տեսնում է դիմացինին այն ինչ որ իր մեջ կա սա հոգեբանական բացատրություն ունի ով ավելի բանը պահանջ ունի սեփական անձի նկատմամբ ինքը չի կարողանում տեսակին հանդուրժի իսկ այն տեսակի համար որ նույնն է կոնֆլիկտ չկա այնտեղ դե համար էլ ճապոնացին ասում լավագույն իմամը պետքա լինի լավագույնը էս գրիշն էլ պետքա լինի մշակույթի լավագույնն էլ պետքա լինի կոմիտասնա լավագույնն է ես պետք է սովորեմ կոմիտաս երգել նվագել հայկական պարնա երկնա լավագույնը ես պետք է սովորեմ էտել անել այնպես որ ժողով ես հայ մշակույթի դարդը չեմ որտեվ չի մեռնի չի կորի ես հայ մարդու դարդն եմ որ կարող է հեշտությամբ ու առանց ափսոսալու հրաժարվի այն ինչ որ իրան փոխանցվել է հազարավոր տարիներ կոդավորած արժեքավորած հիմնավորած թե ինչի հենց sense դու պետք է ապրես ինչի պետք է ոտը sense խփես հետո գնաս այն կողմ այդ ամեն ինչը հիմնավորված ու բացատրված է բայց եթե հայ մարդու Նիկոլին չի դա վստահ եղեք ճապոնացու Նիկոլինա ինքը կօգտագործի եւ ինչ իմանաս եթե դա մենակ ճապոնացին է օգտագործել արդեն դա էական չի չուտողի մալը ուտողի հալալա հիմա այստեղ տեսնենք մենք ունակ ենք մեր ունեցածը գնահատելու եւ ունակ ենք հասկանալու արժևորելու որ սա չի կարող մեզ ներկայացնել որովհետեւ լավագույնը իմը պետք է լինի ոչ թե Նիկոլ Փաշինյանը այն ինչ որին դա պետք է լինի լավագույնը ու դա հաստատ Փաշինյանն է այդ կոնֆլիկտը նիկոլականների հետ սրան մեջ է դե արդեն հասկացեք էլի ով պետք է իրան սիրի ով պետք է իրան ծառայի այսօր համար այսքանը լավ մնացեք